Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ Գարեգին Նժդեի հետևյալ գնահատականով, որ տվել է մեր անվանի հայրենակցին։ Անցողականից դեպի հավիտենական տանող ճամփի վրա նա հանդիպեց իր ցեղի ոգուն եւ նրա հետ իջավ արցունքի հովիտը։ Ուր նա ներքին հաղորդակցությամբ իր ճակատագիրը կապեց հայության ճակատագրին եւ սիրեց այն մի նոր ու մեծ սիրով, հավերժ, անսպառելի եւ կենարար սիրով։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի գրող հրապարակախոս ազգային պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար բանասիրության տեխնացու պարոն Սերժ Սրապյոնյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Տիկին Լարիսա Մանուկյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Ավետիս Ահարոնյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային պետական գործիչ գրող Ավետիս Ահարոնյանը ծնվել է 1866 թվականի հունվարի 4-ին Սուրմալուի գավառի Իգդիր Մավա գյուղում։ 1886 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1897-ից 1901 թվականներին Լոզանի համալսարանը եւ Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։ Ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն եւ հայկական հարցը ներկայացրել եվրոպական գործիչներին։ 1907 թվականին Հաագայի խաղաղության խորհրդաժողովում լինելով հայկական պատվիրակության անդամ ներկայացրել է հայկական հարցի լուծման խնդրագիր։ Եղել է ուսուցիչ 1907-ից 9 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն, 1909-ից 11 թվականներին ազգային գործունեության համար բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, 1911-ից 16 թվականներին գործել է Եվրոպայում, 1917 թվականին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, ապա նախագահ, 1919-ից 20 թվականներին Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի հանրապետության պատվիրակության նախագահ, 1920 թվականին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի եւ Լոզանի խորհրդաժողովներին։ Այդ ամենն ամփոփել է Սարդարապատից մինչև Սևր եւ Լոզան գրքում։ 1934 թվականի փետրվարին Մարսելում ելույթի պահին կաթվածահար է եղել եւ այլևս չի ստեղծագործել։ Արտասանած վերջին բառը եղել է հայ բանակը։ ՀՅԴ անդամ էր, աշխատակցել է մշակ, դրոշակ, մուրջ, հարաճ, ալիք եւ հայրենիք պարբերականներին։ Սփյուռքում երկերը հրատարակվել են 10 հատորով։ Ստեղծագործությունները թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Մահացել է 1948 թվականի մարտի 20-ին Փարիզում։ Թաղված է Պեր Լաշես գերեզմանատանը։ Երևանում նրա անունով փողոց է անվանակոչվել։ Պարոն Սրապյոնյան, Ավետիս Ահարոնյանը շուրջ 45 տարի ստեղծագործական բեղուն կյանք է ունեցել եւ գոնե տպագրված նրա երկերի տպագրված ծավալը անցնում է 10 հատորը եւ միաժամանակ նա իր գրական երկերի գլխավոր հերոսը, գլխավոր կերպարը երևի հայ գրականության մեջ առաջիններից մեկը դարձրել է հենց իր ժամանակի ֆիդայիներին։ Ես պիտի ասեմ, որ Ավետիս Ահարոնյանի ստեղծագործությունների մի զգալի հատվածը հավանաբար տպագրվածի կեսից ավելի դեռ ցրված է մնում մամուլում, ձեռագրերում եւ վաղուց ժամանակն է, որ հայ դասական գրականության այս խոշոր ներկայացուցչին, որը ազգային գրականության ճշմարիտ ավանդների շարունակողն է։ Երկերի լիակատար ժողովածուի դեռ կարոտ է, 10-ից դժբախտաբար չունենք երկերի լիակատար ժողովածու եւ մեր սերնդի հիմնախնդիրը պիտի լինի նաեւ դա, որովհետեւ Աբովյան Ռաֆի գծի ուղիղ ժառանգորդն ու շարունակողը եղավ Ավետիս Ահարոնյան։ Զարմանալի կարող է հնչել, բայց երբ Ռաֆու գաղափարների վերաբերմամբ սկսեց որոշակի հետաքրքրությունների մարում, ես նկատեմ այն, որ Ռաֆուն ընթերցող հասարակայնությունը լի արդեն ծանոթ էր, մարսել էր, եկավ այդ նույն ազգային հայրենասիրական նվիրումի հայրենիքի ազատ եւ անկախ տեսլականը կառուցող Ավետիս Ահարոնյանը արդեն նոր ժամանակների նրա գալուստը ճիշտ ժամանակին էր, որովհետև նոր ժամանակները փոխել էին նաև հարցադրումների այն շրջանակը, որին անդրադառնում էր իր ժամանակին Ռաֆին։ Այսպես եթե պայմանականորեն ասելու լինենք, Ռաֆին արթնացումի գրողներ,
Ավետիս Սահարոնյանը նույն գաղափարների սնուցող եւ զարգացնող գրողն էր։ Սա այն գլխավոր նորույթն էր, որ բերեց Ավետիս Արդեն Սահարոնյանը։ ավելի կոնկրետ։ Ավելի կոնկրետ եւ որ ամենակարևորն է ի տարբերություն Ռաֆու, որը պատմությունից եւ հիշողություններից էր քաղում իր նյութը, Ավետիս Սահարոնյանը անմիջապես դեպքերի էպիկենտրոնում էր։ Որպես մասնակից ժամանակակից կազմակերպիչ 77-78 թվականի հայտնի դեպքերի գաղթականության խնդիրներով սկսեց զբաղվել երբ տակավին երիտասարդ էր եւ դա դժբախտաբար դարձավ այս գրողի կյանքի ամբողջական կյանքի ուղեկիցը երբեք չապրեց ազատ անկախ հոգսերից որպիսի ստեղծեր լիարժեք գրականություն միևնույն ժամանակ երբեք չթոթափեց իրեն տրված գրողի պարտականությունը եւ ստեղծագործեց զարմանալ կարելի է այդ բազմազբաղ մարդու մտածողության բազմաճյուղության մասին եւ այն տիտանական աշխատասիրության մասին որով դրսևորվեց Ավետիս Սահարոնյանը ինքներդ դատեք նա քաղաքական կյանքի եռուն կենտրոնում էր հաճախ նաեւ ղեկավարը մեր քաղաքական կյանքի եւ այդ ընթացքում ստեղծեց ոչ թե 10 հատոր, որը շտապով ձեռքի տակ եղած նյութերի հնարավորությունների սահմաններում կազմեց եւ հրատարակեց որդին Վարդգես Սահարոնյանը, այլ այն լիարժեք գրականությունը, որը մենք ունենք մեր դասական գրողների դեպքում, դա այսպես կոչված լիակատար ժողովածուն երկերից չունենք։ 15 հատոր գրական ժառանգություն է թողել հրապարակախոսական ամենաբազմազան ժանրաձևերի մեջ։ Իհարկե այդ ընթացքում կանդրադառնանք պարոն Սրապենյան, շնորհակալություն։ Տիկին Մանուկյան, փաստորեն Ահարոնյանը լինելով առաջին հերթին իհարկե գրող հրապարակախոս, սակայն միաժամանակ նա մեր հանրության հայտնի առավել որպես դիվանագետ, պետական ազգային գործիչ։ Ազատագրական պայքարին անմնացորդ նվիրված մի վառ անհատականություն։ Այո, դեռ 19-րդ դարի վերջից նա փաստորեն ժամանակակիցներ այդ բուրն իրադարձությունների, որոնք կատարվում էին 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Եվ ինքը մասնակիցը դարձավ դրա։ 1902 թվականին Ժնևում ծանոթացավ Քրիստափոր Միքայելյանի հետ եւ նրա ազդեցությունը մեծ էր փաստորեն հետագա գործունեության իր ամբողջ ժամանակաշրջանում։ Ավետիս Ահարոնյանը 1917 թվականի սեպտեմբերին փաստորեն Արևելահայության համագումարում ընտրվեց Արևելահայ կամ Կենտրոնական ազգային խորհրդի նախագահ եւ ղեկավարում էր փաստորեն Դա ժամանակ պետականության բացակայության պայմաններում մեր հայության օրենսդիրը այսպես ասած մարմինն էր կամ գործադիր մարմինը։ Այո, նա արտահայտում էր ամբողջ հայության արևելահայության շահերը ըստ էության։ Իսկ հետո արդեն առաջին հանրապետության հռչակման ժամանակաշրջանում փաստորեն նա անդամագրվեց հանրապետության գործունեությանը եւ ակտիվ գործունեություն էր ծավալում ժամանակի երևի տաղանդավոր քաղաքական գործիչներից մեկն էր, որի դերը նաեւ մեծ էր 1918 թվականի Կոստանդնուպոլսի բանակցությունների հայ-թուրքական բանակցությունների ընթացքում, ինչպես նաեւ արդեն քանի որ առաջին աշխարհամարտը ավարտվել էր եւ Մուդրոսի զինադատարը ստորագրվել էր, անպաստորեն նախապատրաստվում էր 1919 թվականին Փարիզի խորհրդաժողովի հրավիրումը։ Այսինքն հանգամանքների բերումով, մեր ժողովրդի ճակատագրի բերումով, քանի որ պետականություն չունենք, պետական գործիչներ, դիվանագետներ չունենք, ազգային գործիչները կամ դիվանագետները շատ-շատերը մեր գրողներն էին կամ մշակութային գործիչները։ Շանթը եւ այդ թվում իհարկե Ահարոնյանը։ Նաեւ Ահարոնյանը եւ շատ իհարկե այնտեղ մենք ունենք նաեւ կուսակցական գործիչներ, բայց նաեւ գրողներ, բժիշկներ ընդգրկվեցին այդ գործին։ Եվ իրենց դերն ունեցան փաստորեն, ինչպես Փարիզի խորհրդաժողովում հայկական պատվիրակության, ազգային պատվիրակության կազմում նրանք մասնակցեցին հայկական հարցի քննարկմանը։ Պետք է ընդունենք, որ նաև բացական կողմերը։ Դե դրա համար ինչպես ժամանակին, այնպես էլ հատկապես խորհրդային ժամանակաշրջանում քննադատության ենթարկվեց Ավետիս Սահարոնյանի գործունեությունը դիվանագիտության առնչությամբ, որ ըստ էության նա դիվանագետ չէր եւ մեղքը բարդվեց Ավետիս Սահարոնյանի վրա, բայց դա այդպես չէր։ Ավետիս Ահարոնյանը միայն նա չէր կարող պատասխան տալ փաստորեն դիվանագիտության հայկական հարցի ձախողման, դա ժամանակներն էին նաև։ Ինչպես ինքն է հետագայում գրում, որ ժամանակները կողոպտիչներ եղան իմ ցեղի։
Եվ դա այդպես էր հայկական հարցի առնչությամբ։ Շնորհակալություն։ Ես պիտի փորձեմ լրացնել խնդիրը, որովհետև դիվանագիտության վերաբերման մենք ունենք թյուր պատկերացում, միշտ օրինակ ենք վերցնում այն երկրներից, որոնց դիվանագիտության թիկունքում կանգնած են ամրակուր բանակներ եւ զենք։ Մեծ հզոր պետություններ։ Եթե դուք նայելու լինեք Ավետիս Սահարոնյանի քաղաքական օրագիրը, այնտեղ դուք կնկատեք, թե ինչ տքնանքով է կարողացել հասնել Հայաստան երկրի մասին մարդկանց ուղեղներում, քրզնի նման մարդկանց ուղեղներում հայ ժողովրդի պատմական դերի ըմբռնմանը, եւ որ միշտ պետք է հիշել, դիվանագիտությունը կոշտ, կոպիտ, սեփական շահերի պահպանությամբ ուժի այսպես ցուցադրման գիտություն է եւ Ահարոնյանին պակասում էր ամենակարևորը ուժի ցուցադրման հնարավորությունը։ Որի թիկունքին հզոր պետականություն, ձենշած հզոր բանակություն էր։ Նախ եւ երկրորդը նա չէր կարող մատ թափ տալ որևէ խնդիր լուծելու համար։ Եւ մի մոռացեք, որ երբեմն դրա իրական լծակները չուներ։ Երբեմն եւ ֆրանսիացիները եւ անգլիացիները երբեմն նրան ժամերով սպասեցնում էին իրենց պաշտոնական դռներին, որպեսզի բարեհաճեն լսել Ավետիս Սահարոնյանի փաստարկումները։ Եվ դիլետանտություն է, մեղմ ասած անտեղյակություն է Ավետիս Սահարոնյանի դիվանագիտական գործունեությանը բացասական գնահատական տալը։ Նվաճումների մասին դժբախտաբար ձեր հաղորդումը հնարավորություն չի տալիս։ Նվաճումներին դեռ կանդրադառնանք Տիկին Մանուկյանի օգնությամբ։ Ասել նա դիվանագիտության մեջ եւ պիտի ասել, որ 20-րդ դարի 20-ական թվականների համաշխարհային դիվանագիտության խոշորագույն երևույթներից մեկը պիտի համարել Ավետիս Սահարոնյանին, որը չունենալով լծակներ այնուամենայնիվ հասավ այն բանին, որ գիտակցվի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի գոյության անհրաժեշտությունը խոշոր տերությունների կողմից։ Շատ բարի, պարոն Սրոպեյան, վերադառնանք գրականությանը։ Ահարոնյանը առավել հայտնի դարձավ իր ազատության ճանապարհին ժողովածույով։ Շատ այսպես ասած նրա դա քարտն էր նրա վկայագիրը հայ գրականության եւ հայ ընթերցողի ներկայանալու։ Բանն այն է, որ կարող է արտաքուստ տպավորություն թողնել այն, թե Ավետիս Սահարոնյանի ազատության ճանապարհինը գրվեց պատվերով։ Դրա մեջ ճշմարտություն կա։ Քրիստափոր Միքայելյանը պարզապես նյութեր էր տրամադրում այն նամակներից, որ ինքը ստանում էր գավառներից, նկարագրություններ, հայ ժողովրդի իրավազուրկ վիճակ, հայ ժողովրդի պայքարող անհատների տեսակներ։ Այսինքն նա բոլոր պատմվածքների հիմքը իրական է։ Այո, ես կարծում եմ երևակայության, այսպես ասած, բանաստեղծական գրողի երևակայության ես կարծում եմ այդպես է, ավելի շատ նա դավանում է իրապաշտական ոճը, քան վիպապաշտական կամ ռոմանտիկ ոճը, որը արկա է նրա ստեղծագործություններում անպայման, բայց ստեղծագործությունների մի զգալի մասի նախ ականատեսը կամ մասնակիցն է եղել պատմվածներում, հատկապես ազատության ճանապարհինում ինքը հիշում է, որ Քրիստափոր Միքայելյան իրեն տվեց նյութեր եւ խնդրեց դրոշակի համար մի բան գրել։ Ահարոնյանը արդեն լուրեր սահմանի այն կողմից հոդվածաշարով հայտնի հրապարակախոսի անուն էր վաստակել, լեզուն չափազանց ճկուն էր, պատկերների վարտաճած ձևերը գրավիչ էին, ինքը արդեն հասարակությանը հայտնի էր որպես լավ գրողի, ոչ գրողի, այլ հրապարակախոս գրողի։ Եվ Քրիստափոր Միքայելյանի ընտրությունը կանգ էր առել Ավետիս Սահարոնյանի վրա։ Երբ նա գրեց առաջինը եւ ինքն էլ հիշում է, որ երբ մտա դրոշակի խմբագրություն, դե առաջին գեղարվեստական գործն էր, որի մասին ես ասում եմ, այդ խայը, առաջին գործն էր եւ նա սրտի տրոփով սպասում էր, թե ինչ գնահատական կտա իր ժամանակի զարգացած անհատներից մեկը, նույն Միքայելյանը, որին հետագայում ինքը շատ հրաշալի մի ուրեմն դիմանկար նվիրեց գրելով նրա մասին եւ նա ասում է, երբ մտա ասաց Քրիստափոր Միքայելին, թե խայը լազատ տվեց, այսինքն դա մեծ ընթերցողների բանակ էր հավաքել եւ դրանից հետո գնաց Խավարես Լուսինը, Էլմի Աղոթիր ու բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հետագայում ինքը հավաքեց եւ ուրեմն հրատարակեց ազատության ճանապարհին շատ խոսուն վերնագրի ներքո։ Եվ պետք է պարոն Սրոպեյան հաշվի առնենք, որ Ահարոնյանը ի տարբերություն իր ժամանակի շատ գրողների միայն որպես այսպես գրող չէր հանդես գալիս, նա առաջներտին իր պատմվածքներով, երկերով քարոզիչ էր, ազատագրական պայքարի քարոզիչ էր, հեղափոխական շարժման քարոզիչ էր։
Գիտեք, մենք մի քիչ հեղափոխության վերաբերմամբ ունենք թույլ կամ մի քիչ այսպես թերի Դե հեղափոխություն ասելով հայրով հասկանում ենք ազատագրական պայքարը։ Ֆիդայական շարժում, Իսկ առհասարակ դա անցալվում է որպես դասի եւ դասակարգի պայքար։ Իրականում դա այդ հեղափոխությունը ստրկական վիճակից դուրս գալու ձգտում էր եւ Ավետիս Սահարոնյանը, ինչպես Աբովյանը իր ժամանակին, Աբովյանը որոնում էր այն ըմբոստ ոգին, որը կա, բայց չի նկատվում հայ մարդու մեջ։ Մարդկանց մտքերն ու սրտերը հեղափոխելու։ Այո, այդպիսին էր Խայը, այդպիսին էր Խավարես Լուսինի դաժան դեպքերի մեջ ընդվզումը հանկարծ Աստծո դեմ, այդպիսին էր նրա պատվաստերի այդ ամբողջ շարքը, Արինոտ Թտխմոր օրինակ, որ ըմբոստացում էր բերում, եւ բազմաթիվ պատմվածները, որոնք ազատության ճանապարհինը դարձրին ամենասիրելի եւ ամենաընթերցվող ուրեմն պատվածաշարը իր ժամանակի մեջ։ Եվ մի անգամից ասեմ, որ այդ ժամանակ, երբ ի հայտ եկավ, երբ շրջանառության մեջ դրվեց Ավետիս Սահարոնյանի առաջին ժողովածուն, ավելի շատ արևելայի գրականության մեջ ընդունված էր սոցիալական խնդիրների քննությունը ռուսական մտքի ազդեցության ներքո։ Այն եզակի արևելահայ մտածողներից էր Ավետիս Սահարոնյանը, որին ռուսական իրականությամբ ձևավորված մտածողությունը չճնշեց։ Ամբողջությամբ մնաց հայկական մտածողության տիրույթում Եվ հիմք ընդունեց արևմտահայ իրականությունը։ դա նույնպես ինչպես Շանթը իր ժամանակին այն եզակի գրողներից էր, որի համար Հայաստանը արևմտա եւ արևելահայ չէր եւ հենց ինքն էր ասում։ Այն դաժան մոտեցումը ռուսա, տաճկա, արևելա, շիրակցի, ապարանցի եւ այլն վաղուց պետք է վերածվի մեր միջից, որովհետեւ սա հայ է ու սրանով ամեն ինչ ասված էր։ Սա նրա մոտեցումն էր, ինչն էլ կարմիր թելի նման անցնում է նրա ամբողջ գրական վաստակի միջով։ Այդ դա նաև 1919 թվականին Փարիզում հայկական համագումարում ելույթ ունեցավ եւ նա հայտարարեց, որ ես եկել եմ որպեսզի համագործակցեմ Պողոս Նուբարի պատվիրակության հետ միասին եւ ես ոչ ասում էր այնտեղ ռուսահայ չեմ, այլ այդ անունները պետք է վերացնել, ես ավելի շուտ թրքահայ եմ, քան ռուսահայ։ Ցավոք սրտի ձեր ասած ժամանակաշրջանում արևմտահայ, արևելահայ այդ ներհակությունը ինչու՞ չէ նաեւ պայքարը Այո, հատկապես երկու պատվիրակությունների միջև, որը մեր շահերին վնաս էր։ Հենց երկու պատվիրակությունների միջև էր պայքարը, որպես Արևելահայ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Փաստորեն Ավետիս Սահարոնյանի գլխավորությամբ եւ Գաղութահայերի պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ։ Նրանք կարծում էին, որ իրենք են թուրքահայերի շահերը արտահայտողը եւ Հանրապետության պատվիրակությունը չպետք է խոչընդոտի։ Ցավալին այն էր Տիկին Մանուկյան, որ այդ արևմտահայ եւ արևելահայ այդ պատվիրակությունները քաղաքական այդ միավորների պայքարը նաև օտարի աչքի առջև էր լինում եւ օտարը բնական է որ ինչ տպավորություն կարծիք պետք է ունենար մեր մասին եւ ըստ այդմ նաև վերաբերվեր մեզ հատկապես սուր բնույթ էր երբեմն ընդունում նույնիսկ մականուններով որը հատկապես ազգային պատվիրակության կողմից նրանց ներկայացության կողմից որը բավականին տհաճ տպավորություն էր թողնում իհարկե Պիտի ասեմ, որ չէր բխում դա միանշանակ։ Պիտի ասեմ, որ Ահարոնյան մարդը միշտ միջավայրում ընդունված է եղել որպես զգացմունքային դյուրագրգիռ եւ հայ։ Իրականում դիվանագիտական ասպարեզում Ավետիս Սահարոնյանը մեկ անգամ է պորտկացել եւ ժամանակը վաղուց ժամանակն է բացախոսությամբ ներկայացնել մարդու ճշմարիտ կերպարը։ Այսինքն դիվանագիտական կյանքում նա եղել է չափազանց զուսպ, սառնարյուն եւ հավասարակշռված։ Սառնասիրտ հաշվարկային Այդ մասին պիտի ասեմ, որ առաջին անգամ Ավետիս Սահարոնյանի գիտական կենսագրությունը ստեղծվեց Լոս Անջելեսաբնակ այժմ դժբախտաբար, բայց մեր հայրենակից Ստեփան Թոփչյանը գրականագետ մեծավաստակ որը զարգացնում է մի միտք, որի հետ դժվար է չհամաձայնել։ Միայն մի անգամ Պողոս Նուբար Փաշան հասավ այն բանին, որ Ավետիս Սահարոնյանը պարզապես պորտկած եւ ասաց թրքած Հայաստան ձեր արտահայտությամբ դուք սեպ եք խրում ոչ միայն Հայաստանի ընդհանուր գաղափարի մեջ, այլև դուք տանում եք բերում եք մեր պետականության համար շատ վնասակար մտածողություն։ Դե դա երևի համբերության բաժակը լծվեց Պողոս Նուբար Փաշային, որի ծառայությունները ազգին իհարկե դժվար է գերագնահատել, բայց դա մնում է ճշմարտություն եւ իրերն իրենց անունով կոչելու խնդիր կա։ Եվ ես խորհուրդ կտայի նրանց, ովքեր Ավետիս Սահարոնյանի կենսագրության ինչ ծալքեր բացելիս առաջնորդվում են որոշակի թյուր ըմբռնումներով, ընթերցեն Թոփչյանի կյանք դարերի համար
սքանչելիորեն կազմված գիրքը, որտեղ Ավետիս Ահարոնյանը ներկայացնում է այնպես, ինչպես իրականում եղել է։ Նաև ժամանակի հեռավորությունից մանավանդ հիմա երբ պետություն պետականություն ունենք, ձեր նշած հզոր բանակն ունենք, շատ հեշտ է եւ դյուրին է քննադատել, պախարակել, պետք է ամեն ինչ դիտարկենք հենց տվյալ ժամանակի մեջ։ Տիկին Մանուկյան, դուք արդեն պատվիրակության մասին նշեցիք, Ավետիս Ահարոնյանը Հայաստանի Հանրապետության պատվիրակության պաշտոնական դամարմին էր, նախագահն էր այնպիսի մեծ համաշխարհային միջազգային, այսպես ասած, ֆորումում, ինչպիսին Փարիզի խաղաղության այդ կոնգրեսն էր, վեհաժողովը, եւ այդտեղ ներկայացրեց մեր թե պետության եւ թե մեր ժողովրդի շահերը եւ դրա գագաթնակետը 20 թվականին Սևրի պայմանագրի ստորագրումն էր նա կողմից։ Իհարկե, երկու պատվիրակությունն էլ, հատկապես Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, հրավիրված չէր կոնֆերանսին, պաշտոնապես հրավիրված չէր, բայց Պողոս Նուբարը բոլոր կերպ անում էր այնպես, որպեսզի առաջին հերթին ազգային պատվիրակությունը ճանաչվի, որպես ցեղասպանություն ենթարկված ժողովրդի ներկայացուցիչ։ Բայց Ավետիս Ահարոնյանը պետություն էր ներկայացնում ըստ էության, եւ նրանց խնդիրն էր փաստորեն տեսակցություններով, իրենց ելույթներով, ազգանվեր գործունեությամբ, ինչ որ չափով տարբեր եւ Փարիզում, եւ Լոնդոնում, եւ Հռոմում, եւ Վաշինգտոնում, բոլոր տեղերում փաստորեն նպաստել հայկական հարցի դրական լուծմանը։ Նրանք համատեղ փաստորեն, բայց իհարկե Հանրապետության կառավարությունը Ավետիս Ահարոնյանին հրահանգել էր, որ նրանք համատեղ գործեն, եւ այդպես էլ 1919 թվականի փաստորեն փետրվարի 12-ին նրանք համատեղ հուշագիր ներկայացրեցին Փարիզի 10-ի խորհրդին։ Համոզված եմ այդ համատեղ գործելը հազվադեպ է ստացվում։ Դա պարբերական բնույթ չէր կրում։ Սկզբից էլ նա ընթառաջ գնաց, փաստորեն ընդունեց Պողոս Նուբարի առաջարկած ծովից ծով Հայաստանի պահանջները, որ այնտեղ պետք է ընդգրկվեր արևելյան ամբողջ Հայաստանը, փաստորեն արևմտյան Հայաստանի 7 նահանգները եւ Կիլիկիայի 4 սանջակները կամ գավառները։ Սա իհարկե ժամանակի համար բավականին մեծ պահանջ էր, որ հետո իհարկե նաեւ տարբեր մեր նաեւ առաջին հանրապետության քաղաքական գործիչների կողմից տարբեր մեկնաբանություններ ստացավ եւ նույնիսկ Քաջազնին գրեց, որ դա ուղղակի աշխարհակալ եւ ապշեցուցիչ պահանջներ էր այդ ժամանակի համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում էր արևելյան Հայաստանի հետ միասին 4 նահանգները փաստորեն։ Ինչևէ Ավետիս Ահարոնյանը նաեւ պատմության մեջ մնաց, ոչ միայն որպես գլողի երկերով, այլև որպես Հայության կողմից Սևրի պայմանագրի ստորագրողը նա համարում է դա իր կյանքի ամենամեծ պատմության մեջ։ Հա իհարկե, նա ինքը որպես քանի որ արդեն նախապատրաստում էր Սևրի պայմանագիրը, հետևաբար 1920 թվականի հունվարին փաստորեն Փարիզի վեհաժողովը ճանաչեց առաջին հանրապետությունը փաստացի։ Հետո Միացյալ Նահանգները, քանի որ մանդատը պետք է վերցնեին Միացյալ Նահանգների իշխանությունները, եւ Ավետիս Ահարոնյանը ի պաշտոն է փաստորեն որպես հանրապետության պատվիրակ եւ պետություն ներկայացնող անձ ստորագրեց Սևրի դաշնագիրը։ Իհարկե ճիշտ է, այն չիրականացվեց, բայց նա որպես դրանում արդեն Ավետիս Ահարոնյանը մեղքի բաժինը Ավետիս Ահարոնյանը դա համարում էր իր կյանքի լավագույն օրը փաստորեն եւ բարձր է գնահատել Ավետիս Ահարոնյանի դերը այդտեղ անգնահատելի է իմ կարծիքով։ Պարոն Սրապենյան, ամփոփելով հաղորդումը, Ահարոնյանը դասագրքերում թե դպրոցական թե բուհական հավուր պատշաճի ներկայացված է կամ նրա հիշատակը փողոցներ, դպրոցներ Երևանում կամ Հանրապետության այլ մարզերում կան։ Եթե նկատի ունենանք, որ Ավետիս Ահարոնյանը 1 տարի դասավանդել է իբրև ուսուցիչ աշխատել է Նոր Բայազետում, Գավառում ներկայիս, 2 տարի եղել է փոխտեսուչը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի եւ Ներսիսյան հռչակավոր դպրոցի ղեկավար եղել։ 7-9 թվականներին եղել է ճեմարանի տեսուչը։ Դժբախտաբար այսօրվա դրությունից ելնելով Թիֆլիսում Ահարոնյանի անվան դպրոց կոչել չեն կարող։ Փողոց կա Երևանում, բայց ես կարծում եմ այս մեծ պետական գործչի, գրողի, հրապարակախոսի վերաբերմամբ մենք պարտք ունենք։ Մենք պետք է առնվազն դպրոց հարկավոր է անվանակոչել։ Նշված վայրերից որևէ մեկում կամ Երևանում, եթե հնարավորությունը ներում է մեր քաղաքապետարանի կան այդպիսի ազատ դպրոցներ, պետք է կոչել Ավետիս Ահարոնյանի անունով, որովհետև 20-րդ դարի սկզբի ավելի մեծ
քաղաքական գործիչ թե գրող, ես մինչև հիմա չեմ կարող կողմնորոշվել, քաղաքական գործիչը խանգարեց մեծ գրողին, թե մեծ գրողը խանգարեց քաղաքական գործչին, որովհետև երկուսն էլ հավասարապես իրացնում էր եւ սերունդները Ավետիս Սահարոնյանին պիտի ներկայացնեն ըստ իր մեծության կարգի։ Եվ այն միայն թվարկումը, վիպակներ, պատմվածքներ, դրամաներ, ընդ որում ասեմ, որ մեր գրականության մեջ խորհրդապաշտական դրամայի հիմնադիրը հենց Ավետիս Սահարոնյանն է, իր Սև թռչունը դրամայով, որը լույս է տեսել 1906-ին, իսկ Լևոն Շանթի հինաստվածները 1909-ին։ Չունենալով Շանթի ստեղծագործության գեղարվեստական մեծ ընդգրկումները եւ խորքը, այնուամենայնիվ դա առաջին նմուշն է, եւ պիտի ասեմ, որ վիպակները, վեպերը, ճամփորդական նոթերը, ինքնակենսագրական վեպը, ակնարկները, այս բոլորը վկայում են, որ մենք գործ ունեինք բազմաժանր, բազմակողմանի զարգացած մի գրողի հետ, որին մենք մեր խորհրդային կյանքի ընթացքում պատեցինք սև մառախուղով եւ չերևաց առհասարակ։ Գոնե առայժմ հիմա մեր պարտքն է, որպեսզի ստարժանվույն գնահատենք դրան։ Այսօր անհրաժեշտ է վերադարձնել Ահարոնյանին, ոչ թե որպես պատմական երևույթ, այլ այսօր այն հարցադրումները, որը առաջադրել է Ահարոնյանը տարբեր կոնֆերանսներում եւ մանավանդ եվրոպական պետությունների եւ իշխանությունների առաջ, հարցերը նույնքան արդիական են, ինչպես այսօր մեր առաջ ծառացած մարտահրավերները։ Անհրաժեշտ է վերադարձնել քաղաքագետ Ահարոնյանին, դիվանագետ Ահարոնյանին, գրող Ահարոնյանին, մանկավարժ Ահարոնյանին, քաղաքական գործիչ Ահարոնյանին, որից այսօր մեր բարձրացող քաղաքական գործիչները սովորելու շատ բանն են։ Նա միայնակ, մի իսկակ կաղնի է, որը մի վիթխարի դպրոց է մեզ հետո եկողներիս համար անսպար ուսումնասիրելու դյութ։ Եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք փարվենք մեր իսկ արմատներին, ինչպիսին Ավետիս Սահարոնյանը։ Շնորհակալություն։ Հուսանք այս Արարատ հեռուստաընկերության այս հաղորդումը նույնպես ձեր ասած այդ վերադարձի ճանապարհին իր որոշակի ներդրումը կունենա։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել ձեզ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Հուսանք, որ ինչպես Ավետիս Սահարոնյանի երկրի լիակատար ժողովածուն կհրատարակվի, այնպես էլ նրա անունով դպրոցներ եւ փողոցներ կանվանակոչվեն եւ նրա մեծ վաստակը արժանի կերպով մեր արդեն անկախ պետականության պայմաններում կգնահատվի։ Հաղորդումը եզրափակեմ Ավետիս Սահարոնյանի հետևյալ խոսքերով. Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքան ուժգին, այնքան մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, եւ հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Ավետիս Ահարոնյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։